Կրկին ընդունվիր բուհ, կրկին վճարիր ուսմանդ համար, որ կարողանաս պետական աշխատանք գտնել։ Ոչ պետական բուհեր ավարտածների ճակատագիրը այս սցենարով է շարադրել կրթության նախարարությունը։ Մինչև 2003 թվականը չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին նախարարությունն առաջարկում է շարունակել ուսումը բակալավրիատում հեռակա վճարովի եւ վերջապես ստանալ պետական նմուշի դիպլոմ։ Բայց ինչու պիտի մարդիկ կրկին սեփական միջոցները ներդնեն վաղուց արդեն ձևական դարձած բուհական կրթության մեջ, հարցնում են փորձագետները։ Պետական սեկտորում ոչ մրցակցային է աշխատավարձերը ու չեմ կարծում, որ մոտիվացիա կունենան տվյալ կատեգորիայի շրջանավարտները գնան եւ շարունակեն իրենց կրթությունը պետական բուհերում։ Դրան զուգահեռ Հայաստանում կա տենդենս դասընթացային կենտրոնների մասով, որոնք ավելի քիչ գումարով մասնագիտություններ են պատրաստում, որոնց շրջանավարտները կարողանում են ավելի ճկուն ձևով մասնավոր սեկտորում անավանդ գտնեն բարձրաթվով աշխատավարձ։ Իսկ ինչ անեն մարդիկ, ովքեր 40-ն անց են, որոնց ատեստավորման հնարավորություն չի տրվում ինչպես տարիներ առաջ, համալսարան ընդունվելու, նորից սովորելու, ավարտելու ժամանակ չկա, պետք է աշխատեն ու ընտանիք պահեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մնում են օդում կախված։ Պետությունը մեկ անգամ արդեն այդ բուհերի շրջանավարտներին իրավունք տվել է ստանալ պետական նմուշի դիպլոմ, մինչև 2016-17 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ։ Միևնույն ժամանակ, սակայն, հազարավոր քաղաքացիներ անտեղյակության պատճառով չեն մասնակցել այդ քննությանն ու բաց են թողել իրենց միակ հնարավորությունը։ Վատ է, որ այդ դիպլոմով նրանք չեն կարողանում իրենց կրթությունը մագիստրատուրայում շարունակել, ինչ որ նրանք ձեռք էին բերել, եւ դրա համար նրանք պիտի գնան բակալավրիատից սկսեն, ցավոք սրտի։ Եվ դա նրանց համար լրացուցիչ ոչ միայն հոգեբանական դժվարություններ է առաջացնում, այլ նաեւ ֆինանսական, եւ շատերը պատրաստ չեն լինի իհարկե։ Պլյուս դրանք տարիքը շատ բանի մասին է խոսում, շատերը մտածում են ես ու իմ երեխան իրար հետ պիտի սովորեն։ Ոլորտի փորձագետները համակարծիք չեն նախարարության այն դիտարկմանը, թե այդ տարիների կրթության չափանիշները չեն համապատասխանում ներկայիս կրթության չափանիշներին։ Հիշեցնում են պետական բուհի դասախոսը, դաս է տվել նաև մասնավոր բուհում։ Եթե մարդը պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել, մեկն էլ մասնավոր, նրանց գիտելիքները այդ պահի դրությամբ որևէ էական տարբերություն չէր կարող ունենալ, որովհետև այն մարդիկ, որոնք դասավանդում էին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, նույն ծրագրով, նույն առարկաները, նույն հերթականությամբ դասավանդում էին նաև ոչ պետական մասնավոր համալսարաններում։ Փորձագետներն ասում են, նախարարությունը այս կերպ փորձում է լրացնել բուհերի ակնհայտ թափուր տեղերը, ինչն ի դեպ էական ազդեցություն չի ունենա։ Հորդորում են նախ վերանայել բուհական կրթության որակը, ինչից հետո միայն կարևորել պետական նմուշի դիպլոմը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։